ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի և Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, մենք խոստացել էինք, որ ժամը 8-ից հետո ուղիղ եթերում կաշխատենք և կներկայացնենք վերջին լուրերը։ Ես այսօր ունենալու եմ նախ ուղիղ եթերով երկար, չգիտեմ, 3-4-5 ժամ գուցե այսպես աշխատենք, տարբեր հյուրեր եմ լինելու, պարոն Սուրենյանցը կլինի, Էդգար Էլբակյանը և այսպես շարունակ, Արման Աբովյանը, այնպես որ մնացեք մեզ հետ և մենք նաև ուղիղ կապ կունենանք այն լրագրողների հետ, ովքեր այսօր թեժ կետերում են եղել և լուսաբանել են Լիա Սարգսյանի հետ, Անի Գրիգորյանի հետ ես քիչ առաջ կապվեցի և մենք ընթացքում նաև խոսենք իրենց հետ վերջին լուրերը կներկայացնեն։ Ես կարծում եմ ամենավերջին բանը, որ արժե այս պահին ներկայացնել, առաջին էքզիտ պոլը ինչ է ցույց տալիս։ Ես շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, ուրեմն ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցնում քաղաքացիական պայմանագրից, համացանցում տարածվել են անկախ էքզիտ պոլի վերջնական տվյալները ընտրատեղամասերի փակման պահին 20:00-ի դրությամբ։ Ըստ հրապարակված ցուցանիշների գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի 32.7%, մինչդեռ խորհրդարանն անցնող հիմնական ընդդիմադիր ուժերի ընդհանուր քվեն կազմում է 52.9%, Ուժեղ Հայաստան 29.0%, Հայաստան Դաշինք 13.2%, ներողություն եմ խնդրում, 52.9% Ուժեղ Հայաստան, 29.0% Հայաստան Դաշինք, 13.2% Բարգավաճ Հայաստան, 6.1% Միասնության թևեր։ Այսպիսով էքզիտ պոլի արդյունքներով իշխող ուժը կորցնում է ընդհանուր թիվներ, դա 52.9%, ուժեղ, ես ներողություն եմ խնդրում, այս ժամին մի քիչ բանը, այսպես անհանգստություն կա, Ուժեղ Հայաստանը 29.0%, Հայաստան Դաշինքը 13.2%, Բարգավաճ Հայաստանը 6.1%, Միասնության թևերը 4.6%, այսպիսով էքզիտ պոլի արդյունքներով իշխող ուժը կորցնում է խորհրդարանական բացարձակ մեծամասնությանը սպասենք վերջնական պաշտոնական արդյունքների։ Գյումրիում ուրեմն շատ կարևոր լուր, ես ասեմ, որ շատերն էին սրան սպասում, ուրեմն 13.37, 18.6, 18.14, 18.32, 18.54, 18.79 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են և ոչ միայն, նաև 17.37, 18.6, 18.14, 18.32, 18.54, 18.79, 11.8 նշված ընտրատեղամասերում ևս հոսանքազրկումներ կան։ Ես չգիտեմ ինչ կոչ կարելի անել սա հետ կապված, այսինքն այս են ուժն էր, պարոն Նահապետյան, որ հայտարարում են, կրել ենք, հաղթել ենք այս ճանապարհով, այս մեթոդներով, ակնհայտ է դառնում, որ իշխող ուժը պարտվում է և հիմա ինքը դիմելու է բոլոր հնարավոր անհնար ամեն ինչի դիմելու։ Ուժեղ Հայաստանի ձևավորված ներկայացուցիչների թիվը երեկվանից մինչ այս պահը ամենայն հավանականությամբ հատել է 220-ի սահմանը։ Արմենիա-Սպյուտնիկին հայտնել է կուսակցության պատգամավոր թեկնածու Գոհար Մելոյանը։ Ուրեմն ձերբակալվածների թիվը ոնց է ձեզ համար, այս իմաստով հոսանքազրկումներ մենք տեսել ենք, բայց այն, որ տեղամասերում ծեծ ու ջարդ, որ այսպիսի մասսայական հոսանքազրկումներ, որ տվյալ օրը այս մասշտաբի ձերբակալություններ, այն, որ վերջին 20 օրվա ընթացքում բազմաթիվ գործեր, ձերբակալություններ, քրեական գործեր, անհիմն մեղադրանքներ, այս ամեն ինչը մենք տեսել ենք, բայց որ վերջին օրով էր երեկ գիշերվանից սկսել են նոր ձերբակալություններ, լուսաբացին նաև մտել էին Հայաստան Դաշինքի ներկայացուցիչների տները, շտաբների ղեկավարների տներով և մասսայական այսպիսի ձերբակալություններ, նորից եմ կրկնում, միայն 200 ձերբակալություն եղել էր այդ պահի դրությամբ Ուժեղ Հայաստանից, այսինքն այն մարդիկ, ովքեր որ պիտի այսպես ասած տեր կանգնեն Գյումրիում տեղամաս է հոսանք, սրան միացավ քիչ առաջ հիմա ուղարկեցին, խայտարակություն է սա ուղղակի, Գյումրիում ևս հոսանքազրկել է, ասեմ, որ տեխնիկական մի շարք խնդիրներ էին առաջ եկել այս ընտրություն քվեարկության ժամանակահատվածում, երբ որ մարդիկ մոտեցել էին, ինչ որ մի պահից արդեն պարզ էր դառնում, որ ընտրողների շատ են, գիտեք, որ անվերջ կոչ էր արվում, որ անպայման գնացեք եւ ընտրություններին մասնակցեք, որովհետեւ մասնակցության դեպքում
իշխանություններին քիչ հնարավորություն են ձեռնում, որովհետեւ նրանք կարողանան կեղծել։ Եվ ինչ որ ընտրատեղամասերում արդեն ընթացքում ասում են, որ մեզ մոտ խնդիրներ կա, պիտի սպասեք, պիտի գնաք եւ գա կամ հոսանքազրկումներ կան։ Պարզ է, չէ՞, մարդիկ ինչ որ ճանապարհ են կտրել եկել կամ ինչ որ տեղերից են եկել կամ արդեն տրամադրված եկել են այստեղ եւ ժամանակը չեն ասում, ասեք մեկն ասում է 5 րոպե պիտի սպասենք, մեկն ասում է կես ժամ պիտի սպասենք, ինչ էին անում, որպեսզի մարդկանց հիասթափեցնել եւ մարդիկ թողեն գնան եւ չգան։ Այո, ես կուզենայի, ուրեմն մեծ սկանդալ է եղել Սիսիանի փոքրիկ գյուղում, փորձել են պարկով դուրս անել չքվեարկված քվեաթերթիկներ։ Եթե սա նկատել են եւ անմիջապես նկարահանել են, հիմա դուք պատկերացրեք քանի տեղերում է, որ փորձել են թաքուն կերպով այդ քվեաթերթիկները, քվեաթերթիկները դուրս տանեն։ Փաշինյանը պարտվում է, մեր հաղթանակը մոտ է, հայտարարել է Կարապետյանների ուղերձը, Սամվել Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի ուղերձը, նրանք անընդհատ այս ուղերձներն անում եւ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10 դրոպ 51 ընտրատեղամասում, ուշադիր լսում եք, 2 րոպե առաջ, այսինքն պարզ է, չէ, որ ոչ իման ճշտելվան հնարավոր չլինի, խնդրեմ, սա է, ես մի հատ այս եւ ոչ միայն 2 տեղ է, չէ, մեկը Նուբարաշենի, ուրեմն 10 դրոպ 51 ընտրատեղամասն, մեկը Սոտքում, ուրեմն այս նույն մեխանիզմը իրենք բանեցրել էին։ Այսպիսի շնորհակալություն մենք կապի մեջ կլենք առաջին տվյալներ կա, շնորհակալություն, լիա կզանգահարեմ նորից կապի մեջ, ուրեմն առաջին տվյալները հիմական, ուրեմն Վարդաշեն ինչ է սա դիացը, ընդհանուր ընտրողների թիվը 74 հոգի են, ուժեղ Հայաստանը 30 ձայն 40.54%, Հայաստան դաշինքը 18 ձայն 24.32%, քաղաքացիական պայմանագիրը 17 ձայն 22.90%։ Այս լավ թիվ է, առաջին թիվը պաստորեն հաղթանակ է արձանագրվում, ուժեղ Հայաստան, չէ, դե այս հոսանքազրկումները պարզ է, հիմա բոլոր տեղերը պիտի արձանագրեն ու բողոքարկեն։ Հիմա փորձելու են ինչ հնարավոր է այս փուլում, այս ընթացքում անել։ Չկա արդեն կա տոկոսների թիվը, թե 8-ի դրությամբ ինչպես է, մասնակիցների, այո, Սյունիքում, բայց այստեղ տվյալներ կան, որ ժամը 5-ի դրությամբ էր, 55.36% Սյունիք էր, Վայոց ձոր 54.15%, 14, այսինքն այսպես լավ էր, միայն Արմավիրում էր ցածր տոկոս, լավ չէր, Գեղարքունիքում լավ չէր եւ նաեւ կոչ էին անում, որ Շիրակում 46.23%, մի քիչ զարմանալի է, որտեղ սովորաբար Շիրակում տոկոսը սովորաբար այսպես ցածր չի լինում։ Շատ լավ է, այսպես եւ ես խնդրեի միջև այդ նաեւ ցուցադրեք թե տեղամասերում այն ոնց են հարցակվել Հայաստան դաշինքի ներկայացուցիչ վստահված անձի վրա, ինչե այսպիսի բան ես ճիշտ ասած քաշքշուց ծեծուջար շատ ենք լսել, բայց որ այսպիսի բան լինի, խնդրեմ, տեսեք, այսպիսի բան լինի հենց տեղամասում, սա կարծեմ բացարձակ նորություն է։ Ես պահանջում եմ իրավիճակի ու վերջ։ Խնդրեմ, պարոն Նահապետյան, եթե մենք նոր ինչ-որ բաներ ունենք, ինձ փող հանցեք։ Խնդրեմ, պարոն Նահապետյան, շատ ճիշտ նկատեց պարոն Նահապետյան, թերևս ամենավտանգավոր բանը, որ այս պահին իրենք անում են, այդ մասսայական հոսանքազրկումներն է, դե ամեն ինչ տանում են նրան, որ այս մարդը հասկացել է, որ պարտվում է եւ ինչ, տեսեք ինչերի է դիմում։ Խնդրեմ։ Հոսանքազրկումներ, ես կարծում եմ ցանկացած խախտում նոր Լիա Սարգսյանի հետ եք խոսում, ես կարծում եմ որ արձանագրություն պիտի կազմի։ Հա, լավ է որ տեսել են վստահված անձինք, դիտորդները, լրատվամիջոցի ներկայացուցիչները, լավ է։ Իրա զեկել են, գիտենք, արձանագրություն, առանց արձանագրության ոչ մի դեպքի ընթացք չի տրվի եւ դա անգամ դեպք չի համարվի, որպես խախտում չի համարվի, քանի դեռ չկա արձանագրություն